Ինչպես կարող են ազդել Իրանի եւ Իրանի գործընկեր պետությունների նկատմամբ ԱՄՆ հայտարարած նոր տնտեսական պատժամիջոցները Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների եւ համատեղ նախագծերի վրա։ Երեկ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը հրապարակեց պատժամիջոցները, որոնց նպատակն է Իրանի տնտեսական եւ ֆինանսական կապերը հնարավորինս կտրել արտաքին աշխարհից։ Նախորդ շաբաթ, երբ պատժամիջոցները դեռ հրապարակված չէին, բայց Իրանի դեմ տնտեսական պատերազմ սկսելու մասին Միացյալ Նահանգներն արդեն հայտարարել էր, Հայաստանի վարչապետը ճեպազրույցում ասաց, որ Հայաստանի կառավարությունը անհանգստացած է այս վիճակով։ Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ կապված իրադրությամբ բնականաբար մենք շատ անհանգստացած ենք եւ մենք նաեւ այդ թեմայի վերաբերյալ շատ սերտ աշխատում ենք եւ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ մեր ցանկությունն այն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի։ Նոր սահմանափակումները վերաբերում են ոչ միայն իրանական ընկերություններին եւ պաշտոնյաներին։ Միացյալ Նահանգները զգուշացնում է նաեւ Իրանի հետ տնտեսական գործարքներ իրականացնող երրորդ երկրների բանկերին եւ ընկերություններին, որ կարող են դադարեցնել ֆինանսական գործարքները Իրանի հետ առնչության պատճառով։ Հատկապես թիրախում են մի քանի ոլորտ՝ նավթի առևտուրը եւ փոխադրումը, բանկային եւ կրիպտո արժույթով փոխանցումները, նավագնացությունը, ավիացիան, ոսկու եւ տեխնոլոգիաների ոլորտները։ Օգոստոսի 24-ին պատժամիջոցների տակ հայտնվեցին նաեւ ավելի քան 60 անձինք եւ ընկերություններ տարբեր երկրներից։ Պատժամիջոցների հրապարակված ցանկում Հայաստանի հետ առնչվող որևէ ընկերություն կամ անձ չկա։ Բայց հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները նաեւ Իրանի գործընկեր երկրներին է զգուշացնում հնարավոր երկրորդային պատժամիջոցների մասին, արդյոք Հայաստանում մտահոգվելու առիթ ունեն։ Կառավարությունից եւ արտգործնախարարությունից այսօր հնարավոր չեղավ ճշտել ամերիկյան գործընկերներից որևէ զգուշացում կամ ցուցում ստացել են Իրանի հետ առևտուրը սահմանափակելու մասով։ Իրանագետ միջազգայնագետ Ալեն Շադունցն ասում է, Հայաստանի հետ Իրանի տնտեսական կապերը կամ առևտրաշրջանառությունը ծավալով այնքան խոշոր չեն, որ հայտնվեն Միացյալ Նահանգների մտահոգությունների տիրույթում։ Այն որ Հայաստանի մասնակցությունը այս առևտրաշրջանառության մեջ բավականին սահմանափակ է, ես չեմ կարծում, որ այս պատժամիջոցների նոր ալիքը մեծ ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Մեր բախտը բերել է, որ մենք այս պահին այդքան կարևոր չենք այս մեծ աշխարհաքաղաքական բախման պայմաններում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն 2025 թվականին Հայաստանի եւ Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ $770 միլիոն կամ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 3.6%-ը։ Բայց չնայած այս ոչ մեծ երկկողմ առևտրաշրջանառությանը, Հայաստանի արտաքին առևտրի մոտ 20%-ը, այսինքն մոտ 1/5-ը իրականացվում է հենց Իրանի տարածքով։ Հայաստանի եւ Իրանի միջև գործում է նաեւ գազ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման համաձայնագիրը, որի ծավալները զգալի ընդլայնելու ցանկության եւ հնարավորության մասին կողմերը հայտարարեցին վերջերս հուլիսին, երբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը այցելեց Իրան։ Հունիսին էլ Իրանի փոխնախագահներ Հայաստանում Սյունիքում հայաստանյան գործընկերների հետ ազդարարում էր Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը, հյուսիս-հարավ ճանապարհի մաս համարվող թունելի շինարարական աշխատանքները իրանական ընկերությունն է իրականացնում։ Ալեն Շադունցն ասում է, որ Միացյալ Նահանգներում կա ըմբռնում, որ Հայաստանի համար Իրանի հետ առևտուրը եւ կապը կենսական նշանակություն ունեն։ Դա հիշեցնեմ բարձրաձայնվել էր դեռ 2018 թվականին, երբ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել էր Երևան։ Այդ ժամանակ Փաշինյանը Բոլթոնին հայտնել էր, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն։ Բոլթոնն իր հերթին ասել էր, որ Միացյալ Նահանգները հասկանում է Հայաստանի առանձնահատուկ իրավիճակը։ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ կապված մեկ հարցում է բավականին զգայունացել, որ Իրանից Հայաստան նավթ չպետք է մտնի, ու այսօր էլ եթե չեմ սխալվում, մենք տեսնում ենք, որ մասնավոր սեկտորների միջև ոչ օֆիցիալ կամ բաց նավթափոխանակության շարժ չենք տեսնում։ Դա է եղել միակ նախապայմանը, երբ որ նույնիսկ 7 տարի առաջ, երբ Ջոն Բոլթոնը եկավ Հայաստան, ինքը նշեց, որ նավթի արտահանման ստատիստիկայի դիմաց ինքը ցանկանում է 0 տեսնել։ Ուշագրավ է, որ այն օրը, երբ հայտնի դարձավ ամերիկյան նոր պատժամիջոցների մասին, Հայաստանում Իրանի դեսպանը հանդիպել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ, իսկ այսօր նաև տարածքային կառավարման փոխնախարարի։ Արդյոք ամերիկյան պատժամիջոցների թեման քննարկվել է թե ոչ, պետական գերատեսչությունները չեն բացահայտում։